Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Այսօր հոկտեմբերի 27-ն է, Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկը։ 26 տարի առաջ այսօրը Հայաստանի խորհրդարանում սարսափելի հաբեկչություն տեղի ունեցավ։ Ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանի դահլիճ ներխուժեցին Նայիրի եւ Կարեն Հունանյանի եղբայրները։ Ահաբեկչական խումբը կալաշնիկով ավտոմատներից կրակ բացեց վարչապետ Վազգեն Սարգսյանի եւ առաջին շարքում նստացնելու ուղղությամբ։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ գնաց 8 մարդ, այդ թվում երկրի երկրորդ եւ երրորդ դեմքերը։ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանն ու վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը։ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները ազգային ժողովի պատգամավորներն այսօր ծաղիկներ են խոնարհել ազգային ժողովի այգում կանգնեցված հուշակոթողի մոտ եւ հարգանքի տուրք մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական եւ քաղաքական գործիչների հիշատակին։ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ եթե սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր ողջ լիներ, ապա Արցախը չէր հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ։ Եթե հոկտեմբերի 27-ը չբացահայտվի, մեր պետությունը ապագա չի ունենա։ Հոկտեմբերի 27-ին ոչ թե կառավարության ղեկավարը գլխատվեց, այլ խարխլվեց մեր պետականությունը։ Եթե Վազգենը կենդանի լիներ, Արցախի հետ կապված նման բան չէր կարող լինել, ասել է նա, նկատելով, որ այսօր մեր գերխնդիրը համախմբված հզոր բանակի կողքին լինելն է։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում կառավարության որոշմանը, ըստ որի կրճատվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը, Միքայելյանն ասել է, որ դա կառավարության որոշումն է, ինքը չի կարող մեկնաբանություն տալ։ Միքայելյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտնի Արցախը Հայաստանը եւ վերջ։ Բաներ կան, որ մեր լրագրողները մի տեղից մտնում են եւ վերջ, մարդը պահի տակ ասել է Արցախը Հայաստան է եւ վերջ։ Եվ այն ժամանակ իրոք ուրիշ ձև էր մտածում, բայց եկավ 44 օրյա պատերազմը, եկավ չգիտեմ այս խաղերն Արցախի շահերի հետ կապված իդեմս Ռուսաստանի եւ այսօրն ընկանք, նշել է ԵԿՄ առաջնորդը։ Հիշեցնենք 2018-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Սասուն Միքայելյանը հայտարարել էր, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտում տարած հաղթանակը։ 2026 թվականին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին Հայաստանը հրավիրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին խորհրդարանում հայտնել է Արարատ Միրզոյանը, հավելելով, որ հրավերը բանավոր է, ոչ թե գրավոր կարգով։ Հարևան երկրների արձագանքի մասին Միրզոյանը չխոսեց, ասելով, թե դեռևս ամեն ինչ թարմ է ու դետալային քննարկման առիթ չի եղել։ Ինչ վերաբերում է հարցին, ինչպես հայ հանրությունը կընկալի Էրդողանի եւ Ալիևի այցը Հայաստան, Միրզոյանը պատասխանեց. Լեգիտիմ եւ օբյեկտիվ հարց է եղել է հակամարտություն, հոսել է արյուն ու գրեթե բոլորը զոհ ունեն։ Մեր սերունդը մեծացել է մի նարատիվի շրջանում, որ այդ մարդիկ ընկալվել են թշնամի, այսինքն չեն ընկալվել, այլ իրական թշնամանք է եղել մեր մեջ։ Հիմա հաշտեցման գործընթաց է, խաղաղություն չի հաստատվում բարեկամների միջև, ընկերների միջև, խաղաղություն հաստատվում է մինչև այդ վայրկյանը թշնամանք ունեցող հասարակությունների միջև։ Նա հիշեցրել է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանն արդեն այցելել է Թուրքիա, հետեւաբար դժվար չէ պատկերացնել նաեւ հակառակը։ Միրզոյանը նաև հայտնել է, որ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը առաջիկայում շատ շոշափելի արդյունքներ կունենա։ Ինքս շատ լավատես եմ այս առումով եւ կարծում եմ, որ առաջիկայում պետք է որ շատ շոշափելի արդյունքներ ունենա Հայաստան-Թուրքիա երկխոսությունը, ասել է նա։ Հարցին թե ինչ նկատի ունի շոշափելի արդյունք, ասելով Միրզոյանը կրկին փակագծեր չբացեց, միայն նշեց, թե նկատի ունի այնքան շոշափելի արդյունք, որ այդտեղ ներկա որևէ մեկի մոտ կասկած չթողնի, թե իրենք հենց այդ շոշափելին նկատի ունեն։ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կնոջ Աննա Հակոբյանի Վարշավայի ամուսինը արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Թամարյանն օրեր առաջ նշանակվել է Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկի պետ։ Այս մասին գրում է Պանորամա AM-ը։ Այս նշանակում նշագրավ է, քանի որ հենց այստեղ են գտնվում կանոնավորված Բագրատ Սրբազանը, բարերար Սամվել Կարապետյանը, ինչպես նաև 2 տարի ազատազրկման դատապարտված Միքայել Սրբազանը։ Ռոբերտ Թամարյանին այս տարվա 2025 թվականի մայիսի 8-ին Սրբուհի Գալյանի հրամանով նշանակվել է արդարադատության նախարարության դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի պետ։ Ուղիղ 1 տարին այդ հիմնարկի պետի պաշտոնակատարն էր, մինչ այդ եղել է պետի տեղակալը։ Ուշագրավ է, որ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկի արդեն նախկին պետ Ռուբեն
Հակոբյանը նույն օրը հոկտեմբերի 15-ին նշանակվել է դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի պետ։ Նշենք, որ այս պաշտոնում Խալափյանը նշանակվել է 2024 թվականի փետրվարի 7-ին, մինչ այդ մոտ 1 տարի նա եղել է ԱՆ դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի պետ, իսկ մինչ այդ 2021 թվականի նոյեմբերի 15-ից ԱՆ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկի պետն էր։ Նիկոլ Փաշինյանն այսօր ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ ասել է, որ 2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար։ Հունիսին տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ, դրանք ունեն առանցքային հարց, որի պատասխանը պետք է տա հայ ժողովուրդը։ Հայ ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Հակառակ դեպքում Հայաստանը հետ կգլորվի դեպի կոնֆլիկտ։ Հակառակը ֆորպոստի տրամաբանությունն է։ Խաղաղությանը տեր կանգնելով հայ ժողովուրդը տեր կկանգնի իր նորընծա անկախության մակարդակին, իր ինքնիշխանությանը, իր պետությանը, նշել է Փաշինյանը։ Նա հավելել է, որ պետբյուջեն առաջին անգամ քննարկվում է խաղաղության պայմաններում։ Խաղաղությունն արդեն ունի պարամետրեր եւ վիճակագրություն։ Արդեն 1 տարի 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել։ Մեր անկախության պատմության մեջ մենք երբևէ այսպիսի 1 տարի 8 ամիս չենք ունեցել, նկատել է կառավարության ղեկավարը։ Վազգեն Սարգսյանի եղբայրը Արամ Սարգսյանը հոկտեմբերի 27-ի գործով վերջին անգամ հարձակվել է 2 ամիս առաջ։ Նա այդ մասին ասել է ազգային ժողովի բակում լրագրողների հետ զրույցում գնացել եմ կեսօրվա ժամը 2-ին եւ քննչականից դուրս եմ եկել երեկոյան 8-ին, ասաց նա։ Սպանված վարչապետի եղբայրը կարծում է, որ հանցագործությանն օժանդակած բազմաթիվ անձինք կան, բայց նրանց գտնելը եւ քննությանը ներգրավելը դժվար է։ Բացի այդ, գլխավոր հանցագործը երբեք չի խոստովանում, որ իրեն ուղղորդել են։ Իսկ դրանք այն մարդիկ էին, որոնք կարծում էին, թե Վազգեն Սարգսյանը եւ այն ժամանակվա իշխող Միասնություն դաշինքի մյուս անդամները իբր երկիրը տանում են կործանման։ Այսօր հոկտեմբերի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 00:25-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Ռոմիկ Հնիր վարած Մազդա-Մակլիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի Արաբնյա փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել գազատար խողովակին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր Երևանի բնակիչ 25-ամյա Գորհն տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով նա քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։